Այսօր որոշ բավականությամբ տեսա, որ պարոն Վենցը այցելել է Ծիծեռնակաբերդ, գոնե ինչ որ ձևով այս շատ նվաստացուցիչ այս խայտառակ իրավիճակից ազատվեցի ու նայեցի դե գոնե մի բան եղավ, որը ցույց տվեց, որ նա ինչ որ հարգանք ունի դեպի մեզ։ Հետո իմացա, որ շատ շուտ դրանից հետո այդ գրառումը հեռացվեց իր սոցցանցերից։ Այսինքն հարգանքի турքը դառավ վիրավորանք, ուղղակի վիրավորանք մեր նահատակների հիշատակի։ Ես ուզում եի պարոն Վենցի շնորհակալություն հայտնել գնալու համար, այնտեղ գնալու համար, ինչպես հիշում եք, Միացյալ Նահանգները մեծ դեր խաղացին հայերի, օրինակ հայ երեխաների փրկության գործում, հայ որբերի փրկության գործում ամերիկյան միսիոներները շատ մեծ գործ կատարեցին ցեղասպանության տարիներին, Հենրի Մորգենտաուն, Միացյալ Նահանգների դեսպանը Օսմանյան կայսրությունում փորձում էր կանգնեցնել ցեղասպանությունը, հանդիպում էր Թալատ Փաշայի հետ, սա պատիվ է բերում ամերիկյան դիվանագիտության։ Բայց մի բան կա, որ պատիվ չի բերում ամերիկյան դիվանագիտությանը, դա մեր նահատակների հիշատակը փաստորեն ջնջելն է իր սոցեջերից։ Եթե կարողանայի, ես պարոն Վենսին կհարցնեի, դուք երբևիցե կհամարձակվեիք ջնջել հոլոկոստի մասին ինչ որ գրառում։ Դուք գիտեիք, որ ձեզ հում կուտեին Միացյալ Նահանգներում, դուք կանհայտանայիք, ձեզ cancel կանեին, դուք կանհայտանայիք, ձեզ հում կուտեին, եթե դուք այսպիսի ձևով դուք վիրավորեիք հրեա նահատակների հիշատակը։ Իսկ ինչու եք մեզ վիրավորում։ Մենք ձեզ համար երկրորդ կլասի ժողովուրդ ենք։ Դուք նոր էիք մեր մոտ։ Դուք նոր, մի քանի 48 ժամ առաջ դուք մեր մոտ էիք, մեզ գեղեցիկ բառեր էիք ասում, մենք ձեզ այսպես ընդունեցինք։ Այս ռեժիմը հսկայական շոու սարքեց ձեր գալուց։ Միթե գոնե իրանց չէիք հարգում, որ մի քիչ սպասեիք, դա մնար, ասենք մի քանի օր գոնե սպասեիք, այդքան վիրավորական չլիներ այս մարդկանց համար, այս խմբի համար, որ այդ ակնհայտ ձևով ցույց տայիք, որ իրանց էլ չեք հարգում։ Պարոն Տրամպը, ձեր ղեկավարը 24 թվականի հոկտեմբերին ասեց. ես դատապարտում եմ, որ Պամելա Հարիսը չկանգնեցրեց քրիստոնյա հայերի էթնիկ զտումը Ղարաբաղում եւ իրանց հետապնդումը, սարսափելի հետապնդումը։ Եվ եթե ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ քրիստոնյա հայերին։ Հիմա դուք նախագահ եք, պաշտպանում եք քրիստոնյա հայերին, դուք հիշեցիք անգամ ղարաբաղցիների մասին։ Կասեմ ավելին, դուք 48 ժամ չանցավ Հայաստանից գնացիք Բաքու, Բաքվում ասում եք, որ Ադրբեջանի զինվորները ամենախիզախ եւ ամենամարտունակ զինվորներն են ռեգիոնում։ Այսինքն դուք գովում եք այն մարդկանց, ովքեր սպանեցին 5000 հայ տղա եւ ովքեր իրագործեցին հայերի, քրիստոնյա հայերի էթնիկ զտումը Ղարաբաղում։